Արմավիր Եղեգնյա գրչով երգեցի փառքեր, քեզի ընծա իմ հայրենիք, սոսյաց անտառեն էի զայն կտրեր, քեզի ընծա հին հայրենիք, եղեգնյա գրչով երգեցի քուրմեր, ընդ եղեգան փող լույս ելաներ։ Դանիել Վարուժան Առասպելական Արմավիր քաղաքի պեղումները տեսնելու համար պետք է գնալ հոկտեմբերյանի շրջանի Հայկավան գյուղը։ Գյուղի մոտ վեր է խոյանում մի հսկա բլուր, կարծես աշխարհաստեղծման հրաբուխը նոր է հանգել, և նրա վարդագույն ալիքներից մեկը հալած տուֆի փրփուրը վրան չհասցնելով փլվել խոյանքի պահին սառել է։ Ամենուր տուֆի ծակոտկեն մանր կտորներ են, խեցեղենին մեծ ու փոքր բեկորներ, անձրևից ու քամուց փխրված, փոշի դարձած հում աղյուսի փափուկ թմբեր։ 76 մետր բարձրությամբ բլրից երևում են Արարատյան դաշտի հսկա մասը, Արարատն ու մինչև Արաքս ձգվող խաղողի այգիները։ Այժմ Արմավիրի պատմական սոսյաց անտառի տեղում կանաչ ալիք են տալիս նոր Արմավիրի, նոր Ամասիայի, Նալբանդյանի, Հայկավանի ու Ջրաշենի այգիները։ Բլրի գագաթին նշմարվում են բաց կապտավուն հղկված բազալտե պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքերն ու հետքերը։ Պեղումներն ի հայտ են բերել նաև հում աղյուսից կառուցված սենյակների մի ողջ համալիր։ Այսօր էլ պահպանվում են մոտ 3 մետր բարձրության հողագույն պատերը։ Արմավիրի բլրից քիչ արևմուտք, շուրջ 2,5 կիլոմետր ձգվում է Դավթի բլրաշարքը, որի մյուս ծայրին գտնվել է Արևմտյան ամրոցը։ Այնտեղ եղել է Վանի թագավորության ծաղկուն քաղաքներից մեկը Արգիշտիխինիլին, որի տեղում էլ Երվանդունի հայոց արքաները կառուցեցին Արմավիր մայրաքաղաքը։ Նոր Արմավիր գյուղի մոտ գտնվող բլուրի վրա նույնպես կարծր բազալտից կառուցված պալատներ ու ամրոցներ, տաճարներ ու աշտարակներ են եղել։ Քաղաքի հիմնադրման մասին Արգիշտիի սեպագրից ավելի քան 2750 տարի հետո տուֆի հսկա քարաբեկորի վրա արվել է նոր արձանագրություն։ Երախտագիտությամբ կանգնեցրինք ուղեցույց կոթողս ի հիշատակ հնագետ Հարություն Մարտիրոսյանի, պեղողին և ուսումնասիրողին Արգիշտիխինիլի քաղաքի։ Արմավիրի ուսումնասիրությունը 100-ամյակից ավելի պատմություն ունի։ Անցյալ դարի առաջին կեսին նրանով հետաքրքրվել են արևմտաեվրոպացի հետազոտողներ Քեր Փորթերը, Սեն Մարտենը, ավելի ուշ և Շանտրը, իսկ Դյուբուա դը Մոնպերեն նույն դարի 30-ական թվականներին ճանապարհորդելով Հայաստանով ճիշտ է գուշակել Արմավիրի տեղը։ Խորենացու պատմությունից հայտնի քաղաքի հետքերը գտնելն այնքան էլ դյուրին չէր։ Ժամանակը հողի հաստ շերտով ու մոռացումով էր ծածկել նրա հիշատակները։ 1869-ին Մեսրոպ Սմբատյանի հրատարակած Արգիշտի առաջինի և Ռուսա երրորդի սեպագիր արձանագրությունները նորից հետաքրքրություն բորբոքեցին կորած մայրաքաղաքի հանդեպ։ 1880-ին Երիցյանի և Ուվարովի, իսկ 1892-ին Նիկողայոս Մարրի պեղումները զգալի արդյունքներ չտվեցին։ Այնուհետև այնտեղ կարճ ժամանակով պեղումներ սկսեց ակադեմիկոս Նիկոլսկին և մի շարք ուշագրավ հետևությունների հանգեց։ 1927-ին Մարրը Տեր Ավետիսյանի հետ շարունակեց Արմավիրի ուսումնասիրությունը, բայց այն ընդհատվեց։ Հետագայում տարբեր տարիներին շրջակա գյուղերում հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվեցին հնագիտական արժեքավոր նյութեր։ Վերջապես 1962-ին վերսկսվեցին քաղաքի շարունակական պեղումները։ Հնագետների մի մասը Հարություն Մարտիրոսյանի ղեկավարությամբ պեղեցին Արգիշտիխինիլին, մյուս մասը Բաբկեն Առաքելյանի, իսկ 1970-ից Տիրացյանի ղեկավարությամբ Արմավիրը։ Նրանք ապացուցեցին, որ Արմավիրի բլուրը հնուց անտի բնակելի էր։
Վանակատի օբսիդիան գործիքները, բրոնզե իրերն ու խեցեղենի մնացորդները վկայում էին, որ մեր թվարկությունից առաջ 5-ից 4-րդ հազարամյակներում այստեղ վաղ երկրագործական և վաղ բրոնզեդարյան բնակատեղի է եղել։ Հետագա հազարամյակներում ևս բլրի վրա ծխացել են օջախներ ու շարունակվել է կյանքը։ Շեն ու ծաղկուն երկիր էր Արարատյան դաշտավայրը, և այդ էր պատճառը, որ Վանի թագավորության արքաները ջանք ու եռանդ չէին խնայում այստեղ հաստատվելու համար։ Մենուայի որդի Արգիշտին ոչ միայն գրավեց Արարատյան աշխարհը, այլև քաղաքներ ու բերդեր կառուցեց։ Ամրացնելով թագավորության սահմանները, նա Ասորեստանի դեմ մղած պատերազմից հաղթանակով վերադառնալով, մեր թվարկությունից առաջ 776 թվականին Ազա երկրում հիմնեց իր հաղթության քաղաքը Արգիշտիխինիլին և սեպագրեց այսպես. Խալդյան մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, ասում է. հոյակապ ամրոց կառուցեցի, հաստատեցի Արգիշտիխինիլի անունը, գետից 4 ջրանց կանցկացրի, խաղողուտ և անտառ հիմնեցի, կատարեցի մեծագործություններ այնտեղ։ Քաղաքը կառուցում էին բազմաթիվ ռազմագերիներ ու ստրուկներ։ Նրանք ուղտերով, ջորիներով ու եզներով քար էին կրում, բարձրացնում պարիսպների, պալատների ու տաճարների պատերը։ Նրանց կատարած աշխատանքի ծավալի մասին թեկուզև հեռավոր պատկերացում կազմելու համար ասենք, որ քաղաքի ավերակներից տարված քարերով են շարվել շրջակա 10-ից ավելի գյուղերի տների հիմնապատերը, բակերի պարիսպները, ինչպես և Սարդարապատի բերդի դարպասները և այլն։ Քաղաքի պարիսպների հաստությունը հասնում էր 3,5 մետրի, իսկ Արգիշտիի փորած ջրանցքների ընդհանուր երկարությունը մոտ 40 կիլոմետր էր, միջին խորությունը ու լայնքը 2 մետր։ Արգիշտիխինիլին ընդարձակվել և բարեկարգվել է շուրջ 200 տարի և իր ժամանակի մեծ քաղաքներից էր, տնտեսական, մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն։ Նրա ուղիղ փողոցների, պաշտպանական համակարգի, պալատների, ճարտարապետական և այլ շինվածքների ուսումնասիրությունից պարզորոշ երևում է, որ քաղաքն ունեցել է լավ մշակված, ճարտարապետորեն նախանշված կենտրոն, որի շուրջը հարթավայրում փռված էին աղքատ թաղամասերը։ Արգիշտիխինիլին իր թաղամասերով գրավել է 700-800 հեկտար տարածություն։ Քաղաքային բնակչության մեծ մասը շարունակում էր զբաղվել այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ, մասամբ նաև անասնապահությամբ։ Բուն քաղաքը պետական բարձր ու ցածր պաշտոնյաների, քրմության, զինվորականության ու արհեստավորության քաղաքամասն էր, որը գտնվում էր պարսպի ներսում, բլրի վրա։ Արգիշտիխինիլին աչքի էր ընկնում նաև արհեստագործությամբ։ Պեղումներից հայտնաբերվել են բրոնզագործի, դարբնի, քարագործի, հյուսնի, դեղագործի տներ։ Զարգացած էին նաև խեցեգործությունը, ջուլհակությունը, կաշեգործությունը, մանածագործությունը։ Դրոշմազարդ գոտիներն ու մետաղյա արձանիկները, վահաններն ու սաղավարտները վկայում են երկաթագործության ու զինագործության ծաղկումը։ Արգիշտիխինիլին արևելյան և արևմտյան բլուրների վրա ուներ 2 ամրակուռ եռապարիսպ ամրոց, որոնցում կային հացահատիկի պահեստներ, գինու մառաններ, արվեստանոցներ, շքեղազարդ ու մեծահարուստ պալատներ, մոտ 1 տասնյակ տաճարներ։ Երբ Արգիշտի երկրորդի որդի Ռուսա II Արգիշտիխինիլիից 60 կիլոմետր հեռավորության վրա հիմնեց Թեյշեբաինի քաղաքը, այնտեղ տեղափոխեց պետական պաշտոնեության, քրմության և բարձր զինվորականության մի մասը։ Նրանք տարան նաև իրենց կահկարասին, պերճանքի առարկաները, ողջ հարստությունը։ Իսկ որքան էր այն ժամանակ Արգիշտիխինիլիի բնակչությունը։ Ենթադրվում է, որ այնտեղ բնակվում էր շուրջ 30,000 մարդ։ Քաղաքի զարգացմանը զուգընթաց ավելանում էր նրա բնակչության թիվը։ Բայց նրան վիճակված չէր խաղաղ բարգավաճում։ Անվերջ պատերազմներից արդեն երերում էր Վանի թագավորության գահը։
Նրա վերջին արքաները Ռուսա 3-ն ու Ռուսա 4-ը, չկարողանալով համարձակ ռազմերթերի գնալ հեռավոր երկրամասերը, բավարարվեցին տնտեսական բնույթի մանր-մունր շինարարություններով։ Եվ նրանց անուններն էլ մեզ են հասել լոկ մի քանի արձանագրությունների միջոցով, որոնցից երկուսը վերաբերում են Արգիշտիխինիլիում եւ Էրեբունիում հացահատիկի պահեստների կառուցմանը։ Մարաբաբելական եւ սկյութական ուժերը, տիրելով եւ բաժանելով Ասորեստանը, վերջ տվին եւ Վանի թագավորությանը, որը մեր թվարկությունից առաջ 590-ից 585 թվերին ընկավ նրանց հարվածներից։ Թշնամին այրեց ու մոխրացրեց, կողոպտեց շեն բնակավայրերը, այդ թվում եւ Արարատյան դաշտավայրի քաղաքները, Թեյշեբայինին, Էրեբունին ու Արգիշտիխինիլին։ Հարություն Մարտիրոսյանի հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է ուրվագծել ավելի քան 2570 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի պատմությունը։ Իմանալով թշնամու զորքերի մոտենալու լուրը, աղքատ թաղամասերի բնակիչները խուճապահար պատասպարվում են քաղաքային պարիսպների ետևում։ Այրելով ու կողոպտելով քաղաքի հյուսիսարևմտյան անպարիսպ թաղամասերը, ճեղքելով առաջին ամրությունները, թշնամին իր գրոհային ջոկատներն է կուտակում հյուսիսային դարպասների մոտ, քանի որ այն համեմատաբար հարմար էր ավերող գործիքներ, քարանեց սարքեր մոտեցնելու համար։ Քաղաքի պաշտպանները բարձր աշտարակներից տեսնում էին, թե ինչպես են այրվում աղքատ թաղամասերը։ Առանց այն էլ շոկ ամռան պատճառով շնչել չէր լինում, հրդեհն ու ծուխն էլ խեղդում էին պաշտպաններին։ Հրդեհն այնպիսի ուժեղ էր բռնկվել, որ հում աղյուսե տները կարմրավուն էին դարձել։